Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր հոկտեմբերի 18-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք թալիբների պաշտոնական ներկայացուցիչը Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին Դոհայում կկայանա Աֆղանստանի եւ Պակիստանի պատվիրակությունների հանդիպումը։ Քաթարում կնստեն նրա միջնորդական առաքելությամբ, կփորձեն խաղաղության գնան, որովհետև գիտեք, այս վերջի օրերը պատերազմական իրավիճակ է, բախումներ են Աֆղանստան, Պակիստան, նրա տարածքն մտնում, նրան մեղադրում է եւ այլ, բայց տեսեք, լեղապատառ հիմա գնում են բանակցությունների, որ հարցը կարգավորեն բանակցություններով չշարունակեն պատերազմը, որովհետև երևի վախենում են հանկարծ Դոնալդ Տրամփը ասի, որ միջնորդել են, որից հետո պատերազմը դադարի, ու գնա մի 50 տարի այդ թեմայով բոլոր հաշվետվություններում ներկայացնի։ Այդտենց կվախենաք ու պատերազմ չեք սկսի, որ հանկարծ Տրամփը ձեր պատերազմը չկանխի։ Իսկ հիմա նայենք այն կարևոր զարգացումները, որոնք վերաբերում են իրական, շատ լուրջ, աշխարհի համար շատ կարևոր ուկրաինական պատերազմի հետ կապված, որովհետև դրանով է պայմանավորված նոր աշխարհակարգը, դրանով է պայմանավորված վերաբերմունքը օկուպանտի նկատմամբ, տալիս են օկուպանտին բոնուս, ասում են դե լավ ես արել գրավել ես, արի մի հատ քո հետ բանակցենք այդ դիրքերից, թե պատժում են նրան անկախ նրա քաշից, անկախ նրա միջուկային զենք ունենալուց եւ անկախ նրա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ լինելուց։ Դրանից կախված է մեր նոր աշխարհակարգը։ Դրա համար մինչև այդ հանդիպումը տեղի ունենալը Դոնալդ Տրամփի եւ Վլադիմիր Պուտինի անընդհատ լարված հետևելու են այդ զարգացումներին։ Բայց մինչև այդ հանդիպումը մի հատ նայենք ինչով են գնում դրան։ Դրա համար Financial Times-ը գրել է. ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Տրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ Ալյասկայում կայացած գագաթնաժողովը վերածվել է ֆիասկոյի, քանի որ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի փոխարեն ԱՄՆ նախագահը Ռուսաստանի առաջնորդից ստացել է միջնադարյան իշխանների մասին երկար պատմական դասախոսություն։ Պուտինը մերժել է հրադադարի դիմաց պատժամիջոցների մեղմացման մասին ԱՄՆ-ի առաջարկը, պահանջելով Ուկրաինայի լիակատար կապիտուլյացիայի եւ Դոնբասում դեռևս չգրավված տարածքների փոխանցում Ռուսաստանին։ Դե այդ ամբողջ ցանկը մենք գիտենք, Ալյասկայի հանդիպումը օգոստոսի 15-ին, որը որ շատ լուրջ կարևորում էր Դոնալդ Տրամփը, հետո արդյունքում դե ինքը հասկացավ, որ ինչա կատարվել, Պուտինը թուլություն նկատեց Տրամփի կողմից, որ այնքան թույլ է, որ կարող եմ գնալ նրան պահանջներ ներկայացնել եւ ինքը պարտավոր է դա կատարել եւ մի հատ ճնշում գործադրել Ուկրաինայի վրա։ Բայց չարաչար Պուտինը սխալվում է, որ այդ չափի կարելի է լկտի անալ։ Կարող է գահացնի մի սահմանի, որ արդեն դրանից հետո խնդիր ունենա։ Էնպես չի, որ վերջնական Դոնալդ Տրամփը արդեն կռվի շորերը հագել է ու որոշել է արդեն Պուտինին իր տեղը ցույց տա, բայց պարբերաբար իր մոտ այդ հարցերը բարձրանում են, որ հասկանում է, որ ուղղակի իրան չեն հարգում, իր խոսքը չեն հարգում։ Ձախողված գագաթնաժողովից հետո առաջնորդների միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Պուտինի վարքից հիասթափված Տրամփը թույլ է տվել եվրոպացի դաշնակիցներին զենք գնել ամերիկյան պաշտպաններից Ուկրաինայի համար եւ սկսել է քննարկել Մոսկվա հասնելու ունակ տամահավք հեռահար թվավոր հրթիռները Կիևին մատակարարելու հարցը։ Այսինքն այդ քայլերի հաջորդականությունը մենք տեսանք, որ Դոնալդ Տրամփի մոտ փոխվեց այդ վերաբերմունքը, բայց որ ասենք վճռական գծի վրա է, այդպես չի, բայց հիմա նայենք ի վերջո ինչ գծի վրա է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուի հետ հանդիպումը շատ հետաքրքիր եւ ընկերական էր, բայց ես նրան ասացի ինչպես եւ խստորեն խորհուրդ տվեցի նախագահ Պուտինին, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները եւ գործարք կնքել։ Բավական արյուն թափվեց, սեփականության սահմանները որոշվում են պատերազմով եւ քաջությամբ։ Նրանք պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են։ Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, պատմությունն է որոշելու, այլևս ոչ մի հրաձգություն, ոչ մի մահ, ոչ մի հսկայական եւ չափազանց մեծ գումար ծախսել, խաղաղությամբ վերադարձեք տուն ձեր ընտանիքների
մոտ։ Իհարկե, երբ որ ասում եմ, որ պատերազմը դադարեցնել այն դիրքում, որտեղ հիմա կանգնած եք, սա այն է, որ ինքը չի ընդունում Վլադիմիր Պուտինի նախապայմանները, որ այսինքն եթե պատերազմը դադարեցնում եք, այն մարզերի, այն տարածքները, որը ինքը դեռ չի էլ գրավել, չի էլ կարող գրավել, չի էլ կարողանում, այդ էլ պետք է իրան տան։ Իսկ երբ որ Դոնալդ Տրամփն ասում է, այնտեղ որտեղ դադարեցնում ենք, այնտեղ կանգնած մնում եք, այսինքն Ռուսաստանի համար դա կատաստրոֆիկ խնդիր է։ Շատերի մոտ կարող է տպավորություն առաջանա, թե ինչ ա եղել, բա չէ որ այդքան գրավել է։ 2014 թվականին արդեն այդքան գրավել էր։ Ղրիմն էր ինքը օկուպացրել եւ Դոնբասում մենք գիտենք ինչքան էր առաջ եկել։ Իսկ դրանից հետո 2022 թվականից մինչև այսօր արդեն 4 տարին է կռվում 1.5 միլիոն զոհ տալով, միլիարդներ ծախսելով, երկիրը ռազմական ռելսերի վրա դնելով, այդպիսի սանկցիաների տակ մտնելով մի քանի կիլոմետր առաջ գալու գիններ դա, եթե պատերազմը դադարեց այս վիճակով, դա Ռուսաստանի համար կատաստրոֆա է, որտեղ արած այդ դեպքում ինչ էր։ Իսկ ինքը պատերազմը շարունակել չի կարողանում, որովհետև դրանով հաղթանակի չի կարող հասնի։ Պատերազմը դադարեցնելը իր համար կատաստրոֆա է։ Դա է պատճառը, որ տրամագծորեն տարբեր են տեսակետները։ Բայց Դոնալդ Տրամփն էլ հասկանում է, որ եթե չգրավածը դու իրան տաս, բայց ինչով է զբաղված, այդ ինչ է անում։ Այդ չգրավածը Ուկրաինան էլ կտար, բայց Տրամփի միջնորդության իմաստը ո՞րն էր։ Միջնորդում է, որ թույլ լինի վերկալ տարածքը տուր ուժեղին, որը չի կարողանում 4 տարին գրավի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի, մենք պետք է կանգ առնենք այնտեղ, որտեղ հիմա ենք, այսինքն այն ինչ որ ասում է Տրամփը։ Տրամփը ճիշտ է, եւ հետո սկսենք խոսել այն մասին, թե ինչպես քայլեր ձեռնարկել դեպի երկարաժամկետ խաղաղություն։ Բայց հարցը Պուտինն է, որովհետեւ մենք չենք սկսել այս պատերազմը, մեզ անհրաժեշտ են անվտանգության հզոր երաշխիքներ հրադադարից հետո, որպեսզի Պուտինը չվերադառնա նոր ագրեսիայով։ Մեր դիրքորոշումը նախ հրադադարն է, որպեսզի կարողանանք խոսել եւ հասկանալ դիրքորոշումները։ Զելենսկին նաեւ հայտարարել է, որ ռուսները վախենում են տամահավ քրտիրներից։ Նրանք գիտեն, որ սա հզոր զենք է։ Նրանք նաեւ գիտեն, թե ինչ զենք ենք մենք արտադրում եւ նրանք վախենում են այս համադրությունից։ Իդեպ սա շատ կարեւոր է, որովհետեւ Զելենսկին իրական վիճակը ներկայացրեց Դոնալդ Տրամփին եւ բացի այդ էլ Financial Times-ը որ գրել էր, ամբողջը շատ երկար հոդված էր, ամբողջը դες չներկայացեցի, բայց այնտեղ նաեւ խնդիր կար, որ այնքան էր հիասթափվել Դոնալդ Տրամփը Պուտինից, որ արդեն սկսեց նաեւ ավելի ուշադրությամբ հետևել ուկրաինական ինֆորմացիան ու հետո հաստատեց իրենց հատուկ ծառայությունների զեկույցների հետ համեմատեց ու տեսավ, որ ուկրաինական տեսակետը եւ ինֆորմացիան ավելի ճիշտ է։ Համենայն դեպս Պուտինը չափանցավ, որ ստիպեց Տրամփը այն մյուս կողմի տեսակետները ավելի հանգամանորեն ուսումնասիրի։ Դոնալդ Տրամփի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. «Մենք խաղաղություն ենք ուզում, Պուտինը չի ուզում, մենք պետք է ճնշում գործադրենք նրա վրա, մենք հասկանում ենք, որ Պուտինը պատրաստ չէ, բայց վստահ եմ, որ ձեր օգնությամբ մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմը եւ մեզ դա իսկապես անհրաժեշտ է։ Մենք տեսնում ենք, որ նրանք մարտադաշտում որևէ առաջընթաց չեն գրանցում, եւ դա լավ է, կարծում եմ նրանց բանակը ներկայում մեծ կորուստներ է կրում տնտեսական մարդկային առումով, ըստ իս դա շատ կարևոր պահ է։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ պատրաստ է խոսել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով։ Իդեպ, երբ որ լրագրողը հարց է տալիս Զելենսկուն, թե պատրաստ եք հրաժարվել, դա է լինի ձեր կոմպրոմիսը ՆԱՏՕ-ի անդամակցության, ինքը չի ասում, որ մենք պատրաստ ենք հրաժարվել, որտեղ ասում են ՆԱՏՕ-ն իսկապես անվտանգային երաշխիք է, բայց չնայած ինքը շատ լավ հասկանում է, որ այսօր այլ անվտանգային երաշխիքներ կարելի է ապահովել, թե Միացյալ Նահանգների կողմից, թե նաև այն եվրոպական այն նոր ձևաչափը անվտանգային, որը ոչ միայն ներգրավում է Եվրամիության անդամ պետությունները, այլ անգամ Կանադան, անգամ Ավստրալիան, ինչ որտեղ այո նաև Ճապոնիան, անգամ չեզոք գտնվող Ավստրիան, որ որևէ ռազմական բլոկի անդամ լինել երբեք չի ցանկացել։ Այնպես որ սա խոսում է այն մասին, որ միայն ՆԱՏՕ-ն չի, որ անվտանգության երաշխիք կտա։ Պարզապես ՆԱՏՕ-ի ձգտումը դա քայլ է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Եթե Ռուսաստանը ցանկանում է գոնե ինչ որտեղ գլուխը գովը ասի, տեսեք,
իմ պահանջը կատարվեց եւ ՆԱՏՕ-ի անդամ չդարձան, կարելի է դրան գնալ, բայց դրանից Ռուսաստանի վիճակը չի բարելավում, որտեղ այդ ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ դարձավ Ֆինլանդիան, այդ ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ դարձավ Շվեդիան եւ նաեւ վաղը մյուս օրը կարող է դառնալ Մոլդովան։ Այնպես որ ինքը դրանից ոչինչ չշահեց։ Իսկ եթե Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորի Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական պետությունները, այլ խնդրեմը տեղին չմա զուտ անդամակցությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ ինչ ասել Զելենսկին հիանալի տեսք ունի իր բաճկոնով, նա իրականում շատ ոչային է, ինձ դա դուր է գալիս։ Իդեպ միշտ տարօրինակ է, էլի, դու Կարլ Լագերֆելդը չես, որ մեկ էլ դրել ես ինչ-որ մեկի ոչն ես ուսումնասիրում, քո ինչին է պետք դու այդ մասին խոսես, սա պարզապես խոսում է ինչի մասին, սա նորաձևության մասին չի, ինքը այդ բաճկոնի թեմայից դեռ բարդույթավորված է, որովհետև ասում ես ինչ տեսքով ես եկել, հետո դրանից հետո ստիպված եղավ այդ նույն տեսքով հանդիպի նաև Վատիկանում, այսինքն դեռ չի մոռացել այդ թեման, ոնց որ իրան դա խոցել է, հիմա ցույց է տալիս, որ ինքը այդ ոճը գնահատում է եւ այլ եւ այլ։ Չեմ կարծում, որ դա Ամերիկայի Միացյալ Նահանգների թեման, նախագահի թեման է, էլի, որ ասենքն ինքը ոճաբանի ֆունկցիա վերցնի իր վրա։ Դոնալդ Թրամփ ինչ է ասում, Հունգարիայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովը կլինի երկկողմանի, բայց Զելենսկին կապի մեջ կլինի։ Հուսով եմ, մենք կկարողանանք ավարտել պատերազմը առանց տամահավ հրթիռների անհրաժեշտության։ Ուկրաինային հրթիռներ տրամադրելը հակամարտության սրման պատճառ կդառնա։ Այսինքն, եթե նույնիսկ ինքը գտնում է, որ կարող է հասնի դրան, որ առանց տամահավքի շանտաժը բավարար է, որ Պուտինը գնա զիջումների, անպայման չի հարվածուտի հոր հասկանա, որովհետև ինքը 4 տարի ակռվում է, ինքը հասկանում է, որ արդեն իրականում Ուկրաինան իր միջոցներով ինչ է դրել Ռուսաստանի գլխին, չնայած որ ուզում են ցույց տան մենք դեռ առաջ ենք գնում եւ այլ, այնպես որ հիմա այն պահը չի, որ ասի դե լավ մի հատ տամահավքով հարվածենք, որ խելքը գլուխը գա։ Արդեն ինքը շատ հարվածներ տեսել է։ Այս վախը բավարար է։ Մնում է, որ եթե Պուտինը այնուամենայնիվ համառորեն հրաժարվի, այդ դեպքում իսկապես ինքը մատակար է, մի բան է լավել, քան պատկերացնում էր, որովհետև հասկանալով, որ իր խոսքը չեն հարգում։ CNN-ը հաղորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տանը կայացած իրենց երրորդ հանդիպումից հետո տարաձայնություններ են ունեցել Ուկրաինայում պատերազմի ապագայի վերաբերյալ։ Տեղի ունեցել լարված, անկեղծ եւ երբեմն անհարմար քննարկում։ Եվ բնական է, այնպես չի, որ դա հասկանալի չի, որ տարաձայնություններ պետք է լինեն, որովհետեւ Զելենսկին ակնկալում էր տամահավք ստանալ, ակնկալում էր ավելի լուրջ աջակցություն, ավելի ծանր հարվածներ հասցնել, որպեսզի պարտադրել խաղաղություն։ Թրամփը ասում է, լավ մի հատ էլ շանս տանք Ռուսաստանին, եւ դա է պատճառը, որ իսկապես տարաձայնություններ կար։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել եվրոպական առաջնորդների հետ։ Դա խմբակային զանգ է եղել, սակայն մասնակիցների ցանկը դեռևս հայտնի չէ։ Մենք լավ գիտենք, որ հիմա արդեն հասել են եվրոպական լիդերները այն մակարդակի, որ երբ որ ասում էին, որ Եվրոպան կարևոր չէ, Ամերիկան, Ռուսաստանը կպայմանավորվեն եւ կասեն ինչա կատարում, իրանք ցույց տվեցին, որ դա այդպես չի։ Եթե այդ պայմանավորվածությունները իրանք սրտով չլինի, իրանք պինդ կանգնելու են Ուկրաինայի թիկունքին, այսինքն Դոնալդ Թրամփը կամաց ընդունեց, որ պետք է հաշվի նստի նրանց կարծիքի հետ եւ պարբերաբար ինքը կապի մեջ էր նրանց հետ, նաեւ ցույց է տալիս, որ ես Զելենսկու հետ եմ կապի մեջ ելնելու, չի լինի այնպիսի բան, որը պայմանավորվեմ, որի մասին Զելենսկին տեղյակ չլինի։ Ու թեպետ Զելենսկին չէր բացահայտել, թե ում հետ է խոսել հանդիպումից հետո, բայց Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիսելով Վաշինգտոն այցից հետո Ուկրաինայի առաջնորդի հետ ունեցած երկարատև հեռախոսազրույցի մանրամասներով նշել է, որ Ամերիկա կատարած այցն այն չէր, ինչ ցանկանում էր Զելենսկին, այցը չարդարացրեց Զելենսկու ակնկալիքները։ Կանցլերի խոսքով Վաշինգտոնում կայացած բանակցությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է ուժեղացնել։ Հիմա իրանք արդեն ասում են, եթե դժգոհես մնացեն, մենք պետք է ավելի ակտիվ ու ագրեսիվ քայլեր անենք։ Անհրաժեշտ է ուժեղացնել եվրոպական աջակցությունը Ուկրաինային ֆինանսական, քաղաքական եւ իհարկե ռազմական առումներով։ Մերցը հավելել է, որ Ուկրաինայի կապիտուլյացիան բացառված է, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը կհարձակվի հաջորդ եվրոպական երկրի վրա։
Այսինքն Եվրոպայից ակնհայտորեն պաշտպանելու են Ուկրաինային, նույնիսկ եթե Զելենսկու ակնկալիքները չարդարանան, այնպես չի որ դա եսիմինչ ճակատագիր է, երկու շաբաթ հետո կարող է Պուտինը նենց բան ասի, որ ասի դե որ տենց է, դե հիմա տես արդյունքը։ Դոնալդ Տրամպը չի բացառել, որ Պուտինը փորձում է իր հետ բանակցելով ժամանակ շահել։ Այս էլ շատ կարևոր է, որ իրանք այդ ամեն ինչը իմանա թե ինչա կատարվում։ Բայց դրան զուգահեռ իհարկե այն ինչ որ կատարում է Ռուսաստանի հետ մենք բարբերաբար նայում ենք թե ինչ անում նաև Չինաստանի հետ Դոնալդ Տրամպը, որովհետև եթե ինքը Ռուսաստանին պատժելու մտադրություն ունենա, պետք է ծիրաշահի Չինաստանին, թեկուզ ժամանակավոր, միայն նրա համար, որ Չինաստանը Ռուսաստանի թիկունքին չկանգնի։ Չինաստանը Ռուսաստանի շալակին նստած է, բայց թիկունքին չկանգնի որպես ռազմական գործընկեր։ Այդ հարցը լուծելու համար պետք է ուղղակի մեկուսացնի Չինաստանին ասի քո շահը մեր հետ է, քո շահը Եվրամիության հետ համագործակցությունն է, քո շահը Ամերիկայի հետ համագործակցությունն է, Ռուսաստանից ինչ ուզում ես, այնա ստանում ես, էներգետիկ ռեսուրսների ես ուզում, ինչ գնով ուզում ես ստանում ես, խնդրում ա որ քեզ ջրի գնով տա, իսկ ջրի գնից էլ էժան է տալիս, մտամ ջուրը այդքան էժան է դրա համեմատ, եւ բացի դրանից էլ ինչ տնտեսություն ուզում ես գալիս ես վերցնում ես, ինչքան աշխատող ուզում ես Չինաստանից բերում ես, ինչ հեկտարներով տարածքներ, ինչ ուզում ես վերցնում ես, էլ դու ինչ խնդիր ունես Ռուսաստանի հետ, պարզապես եթե Ռուսաստանին ագրեսոր չհամարեցիր, նշանակում է դու չես կարող այդ երկուսին բաժանես, հիմա Դոնալդ Տրամպը երևի օր չկա, որ Չինաստանի հետ կապված չխոսի, մի հատ բարեկամական ժեստ անի, մի հատ ասի իր այդ հանդիպելն իմաստ չունի, սանկցիաներ կկիրառենք, էս կանենք, այն կանենք, դեռ բանաձևը չի գտնվել, բանաձևը մեկն է, ինքը մտածում է Ռուսաստանի հետ ոնց պետք է լինենք, որ նոր կողմնորոշվի Չինաստանի հետ, ոչ, Չինաստանի հետ սկզբից պետք է դիրքերը հստակ դնես, որ Ռուսաստանին մենակ թողես, հակառակը մի պայմանավորի Ռուսաստանի հետ քո պայմանավորվածությամբ։ Դոնալդ Տրամփ, մենք ունենք շատ հզոր հակառակորդ եւ նրանք հարգում են միայն ուժը։ Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Սի Ցզինպինի հետ, բայց նրանք միշտ առավելություն են փնտրում։ Նրանք տարիներ շարունակ կողոպտել են մեր երկիրը։ Ես մի քանի շաբաթից Հարավային Կորեայում կհանդիպեմ Սի Ցզինպինի հետ։ Իհարկե ասում էր, որ իմաստ չունի հանդիպել, բայց հետո ակնարկներ արվեցին, որ այնուամենայնիվ կհանդիպի, շատ սխալ կլինի չհանդիպելը, որովհետև իսկապես կարող է հանդիպեն եւ լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեն, որը Ռուսաստանի համար կարող է լինել կործանարար, որովհետև Չինաստանի ազդեցությունը Ռուսաստանին աջակցության շատ մեծ է։ Դա պետք է ուղղակի թևերը կտրել։ Իսկ հիմա նայենք Արարատ Միրզոյանը ինչ է ասել Դոյչե Վելեին տված հարցազրույցում, որովհետև նաև իրարամերժ բաներ է ասել, նաև Եվրամիության Հայաստանի անդամակցության հետ կապված, իրարամերժ նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ համեմատ։ Հիմա նայենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Դոյչե Վելեի հետ հարցազրույցում ասել է. Հայաստանում ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում է երկրի կառավարությանը ձգտել անդամակցելու Եվրամիությանը։ Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել, գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ գուցե հաջորդ տարի։ Դա կախված է բազմաթիվ գործոններից։ Միաժամանակ, ինչպես եւ նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է։ Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը աշխատում է Եվրոպական միության հետ եւ արդեն զգալիորեն խորացրել է երկկողմ հարաբերությունները, կա համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, կողմերը սկսել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը, որը ըստ նախարարի բավականին հաջող ընթացք ունի։ Բացի այդ, ըստ Միրզոյանի պաշտոնական Երևանն ու Բրյուսելը բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ եւ ավարտել են աշխատանքները գործընկերության նոր ծրագրի շուրջ եւ չի բացառվում, որ այն ստորագրվի առաջիկա 3 ամիսների ընթացքում։ Մենք տեսնում ենք ուշադրություն, որ քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնալ։ Մենք նրանցից նաև որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների եւ երկար ընթացակարգերի վերաբերյալ, ասել է նախարար Միրզոյանը։ Հիմա հերթով նայենք։ Դա շատ կարևոր հարց է մեր երկրի ապագայի համար։ Ինչով է իրարամերժ Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանի տեսակետն։ Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։
մենք պետք է դարձնենք եվրոպական մոդելի պետություն, այնքան զարգացնենք, որ գանք այդ մակարդակին, հասնելով այդ կետին նոր դիմենք Եվրոպային, կընդունեն, չեն ընդունում, մենք դեցեք շարունակենք մնալ եվրոպական մոդելի երկիր։ Ասում ենք, որ դա բացարձակ ստախոսություն է, նման բան հնարավոր չի։ Դու չես կարող հայտ ներկայացնել Շանհայի համագործակցության կազմակերպությանը, չես կարող ԵԱՏՄ-ի մեջ լայնանալ ու խորանալ, արդյունքում դու մոտենաս Եվրոպային, որ նոր որոշես, հայտ ներկայացնում ես, թե չէ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն ասում է, դեռ մենք ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի գանք այդ կետին, որ որոշում կայացնենք։ Բա ոնց է Արարատ Միրզոյանն ասում, գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ գուցե հաջորդ տարի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, որ ասում է, մենք պետք է երկիրը բարձրացնենք եվրոպական ստանդարտի, ըստ Արարատ Միրզոյանի, եվրոպական ստանդարտի մենք կարող ենք Հայաստանը հասցնել հաջորդ ամիս, այսինքն սա ինչ աբսուրդ է։ Անգամ հաջորդ տարի, մի հատ փողոց եք ասֆալտում 5 անգամ քանդում եք, նորից եք ուղղում, հետո էլ բողոքում եք ասում եք սարքելու պրակտիկա չունենք, հետո ասում եք գիտելիք չունենք, որ իմանանք խնդիրները ոնց ենք լուծելու։ Մի հատ կրպակ 7 տարի է նոր եք ապօրինի կրպակները քաղաքի կենտրոնից հանում Երևանի։ 7 տարի չէիք նկատում, որ ապօրինի, հա։ Դուք եք մի ամիս հետո եվրոպական ստանդարտի պետություն լինելու կամ մի տարի հետո, երբ որ եվրոպական ստանդարտի անցնելու համար 2013 թվականին մի հատ փաթեթ էր բանակցվել, քայլ առ քայլ դա արվել էր։ 13 թվականին Սերժ Սարգսյանը գծվեց գնաց Մաքսային միություն։ Եվ այդ փաստաթուղթը այնպես չի, որ դարակում դրած պատրաստ է, մնում է մենք հիմա միանանք դրան, չենք կարող դրան միանալ, որովհետև երբ որ դարձել ենք Մաքսային միության անդամ, ու դա ինձ դարձել ենք ԵԱՏՄ-ի անդամ, որպես դրա տրամաբանական շարունակություն։ Դրանից հետո է Հայաստանը դիմել Եվրամիությանը, որ այս թվարկած համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրի, որը ստորագրվել է դեռ Սերժ Սարգսյանի օրոք։ Իհարկե վավերացվել է արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք։ Այդ փաստաթուղթը չէր կարող իր ծավալով համարժեք լինել ասոցիացիան համաձայնագրին, որովհետև ասոցիացիան համաձայնագրի ժամանակ նրա անբաժանելի մասը խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն էր, որը մեզ քայլ առ քայլ տանում էր դեպի Եվրամիություն։ Իսկ երբ որ գնաց իր Մաքսային միություն, արդեն սա է Մաքսային տիրույթ, եւ սա ընդհանրապես համագործակցություն է, որը չի հակասում սրան։ Այսինքն մենք այն ինչ որ ասում ենք հիմա շարունակում ենք համապարփակ եւ ընդլայնված գործընկերությունը, դա դուք չեք կարող շարունակել ու պատի դեմ չլինել։ Նույնիսկ այդ ծավալը չեք կարող շարունակել, որովհետեւ 15 թվականին ԵԱՏՄ անդամ եք դառել, մի հատ ծավալ եք ֆիքսել, որը եթե չի հակասել Եվրոպայի հետ համագործակցության, դա ստորագրել եք Եվրոպայի հետ։ 10 տարի դուք խորացել եք ԵԱՏՄ-ի մեջ։ Նույնիսկ այսօր, եթե դուք ուզենաք համեմատեք այդ համապարփակ ընդլայնված գործընկերության փաստաթուղթը, դուք չեք կարող կյանքի կոչել, որովհետև ստեղ ավելի շատ եք առաջ գնացել, հակասություններն ավելի մեծացրել եք։ Այնպես որ հիմա դա հասկանում եք, չէ, բայց իրար մեջ կարծիքը ինչի համար է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք հիմա հայտ չենք ներկայացնի, կհասնենք այդ մակարդակին։ Նորից Միրզոյանն ասում է, դե մենք պատրաստ ենք հայտ ներկայացնել, մի ամիս հետո կլինի, մի տարի հետո կլինի, կապ չունի։ Դա մենակ նախընտրական քարոզչության համար է։ Իրանք հրաշալի հասկանում են այն բանաձևը, որը ես դες ներկայացրել եմ, որ ռուսամետ ուժերը վերև թռնեն, ներքև իջնեն, համագործակցեն, միանան, բաժանվեն, իրար դեմ պայքարեն, իրար հետ միասին պայքարեն, իրանք 30% էլեկտորատ չունեն։ Հիմնական էլեկտորատը 50% եւ ավելի։ Հայաստանի ապագան տեսնում է Եվրամիության կազմում։ Հայաստանի ապագան տեսնում է եվրոպական անվտանգության շրջանակներում։ Կապ չունի դա կլինի ՆԱՏՕ-ն, թե կլինի Միացյալ Նահանգների հովանու ներքո, որևէ ռազմական բլոկ ոնց որ դա կլինի, Անժուսը, Միացյալ Նահանգները, Ավստրալիա, Նոր Զելանդիա, թե կարող է լինել, ասենք, Ֆրանսիայի նման պետության եւ այն ակտիվ եռյակը եվրոպական, որոնք որ երաշխիքներ տան անվտանգային։ Այսինքն եւ մարդիկ գտնում են, որ դրա անբաժանելի մաս են համարում Ամերիկայի Միացյալ Նահանգները, ռազմական
քաղաքական եւ տնտեսական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը։ Այս էլեկտորատը 50%-ից ավել է։ Այս էլեկտորատի համար ես մտածում եմ, որ այո, պետք է հասնենք դրան, որ հստակ, նորմալ դաշինք ձևավորենք, մարդիկ վստահեն այդ դաշինքին եւ ձայն տան նրանց, որպեսզի Նիկոլ Փաշինյանի որևէ սազանդար մտքի ծայրով չանցնի, որ կկարողանա ժողովրդին խապի, ներկայացնի ժողովրդին, ասի մենք ենք արևմուտք տանողները, մենք ենք։ Հիմա իշխանությունը հասկացավ այդ բանաձևը, որ ինքը ինչ ուզում անի, ինքը մեծամասնություն չունի, դա էլ ենք բացատրել։ Ինքն էլ չունի մեծամասնություն, նրանք էլ չունեն մեծամասնություն։ Ուղղակի այն մարդիկ, ովքեր նեղացել տանը նստել են, որտեղ դրանց մեջ արժանի ոչ մեկին չեն տեսել, դրա պատճառով իշխանությունը վարչական ռեսուրս օգտագործելով եւ այլ, կամ էլ թե չէ իրանց սազանդարներից մի միավոր ստեղծելով, որպեսզի Երևանի օրինակով ընդդիմադիր ձայները տանեն, գնան միանան իրան։ Այս տարբերակը կարող է անել, բայց երբ որ հասկանում են, որ կարող է առաջանա ուժ, որոնք որ վերցնեն այդ կենտրոնը եւ որոնք վերցնեն այդ 50% ձայնին տեր կանգնեն, այդ ժամանակ իրանք ասին, չէ, Ժորժ ջան, սպասեք, մենք էլ ենք համաձայն Եվրամիության գնալու։ Մենք կարող է հենց հիմա էլ հայտ ներկայացնել, բայց մարդիկ ասում են Եվրամիության անդամակցության հետ կապված տասնամյակներով խոսել ենք։ Դուք այսօր հայտ չեք ներկայացնում, բայց օրակարգում գոյություն չուներ նման թեմա, գնացիք միանգամից դիմում գրեցիք, որ Շանհայի համագործակցության կազմակերպություն անդամ դառնաք, բայց երբ ծանրութ թեթև արեցիք, հասարակությանը երբ ներկայացրեցիք դրա մասին։ Դիտորդ չէ, թեկնածու էլ չէ, կապ չունի թե նրանք ինչ կարգավիճակներ են հիմա թողել։ Անմիջապես անդամակցության հայտ ինչի համար էր դա։ Բայց դեպքում ինչի՞ չէիք մի հատ իմանում կարծիքը ժողովուրդը ինչա։ Ժողովուրդը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ կապված օրենք էիք ընդունել անդամակցության, պարտավորություն էիք ստանձնել։ Բա ում եք ուզում խաբեք։ Հասկացաք, հա, որ առանց այս ձայները գողանալու ժողովրդի վստահությունը գողանալու, դուք ձայն չեք ստանա, դուք 50% ձայն չեք հավաքի։ Դուք մեծամասնություն չունեք։ Այլ խնդիրը, որ դուք կարողանաք մտածում եք, իա, բա որ անկարծ ձևավորվի։ Ու հարցը նա չի, ձևավորվելու մեջ ես ինչ չափի մասնակցություն կունենամ։ Հարցը նա է, որ ինպես մտածողները հավաքվեն իրար գլուխ, կապ չունի ինչ դրոշի տակ։ Արդեն իրանք այդ 50% ձայների տերն։ Եթե նույնիսկ այդ մարդիկ 50% ձայնը չստանան էլ, միևնույնն է, այդ ձայները պակասելու է այս երկու կողմերին, որ իրանք կարողանան մեծամասնություն ունենա եւ կառավարություն ձևավորեն։ Այ հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է Արարատ Միրզոյանի բերանով գողանա այդ հասարակության այդ ձայները եւ պատահական չի, որ նաեւ ինչ ասում։ Ասում մենք տեսնում ենք, որ քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնա։ Այսինքն դա ձեր ծրագիրը չի, դա ձեր ցանկությունը չի։ Դուք հասկանում եք, որ հասարակությունը պահանջում է, ձեզ բրթում է քայլեր ան։ Մենք նրանցից նաև որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների եւ երկար ընթացակարգերի վերաբերյալ։ Պարզա, չէ, ժողովուրդ ջան։ Այսինքն մեզ ստիպում են, որ մենք այս հայտարարությունը անենք։ Մենք ինքներս այդ արժեքի կրողը չենք։ Մենք ինքներս այդ ճանապարհով գնացողը չենք։ Բայց հասկանում ենք, որ ձայն ենք կորցնում։ Հասկանում ենք, որ պետք է այդ ձայները գողանալ ժողովրդից։ Հասկանում ենք, որ պետք է անենցանի, որ այդպիսի ուժ չձևավորվի ընտրություններից առաջ։ Որովհետև եթե ձևավորվեց, այդ ժողովուրդը, որը նեղացած տանը նստած է, իրանց ձայնը տալու։ Ու հաստատ իրանք 50% ձայն չեն ստանալու։ Նույնիսկ եթե այդ ուժը չստանա։ Հիմա արդեն սկսվել է լոլոները, ժողովուրդ ջան։ Բա վերցրե, բա Արարատ Միրզոյանը, բա Նիկոլ Փաշինյանն ասում էր, ում կարծիքի իմ հետ չի բռնում, կհանեմ կշպրտեմ դուս, թող կամ էլ թե չէ թող դիմումը գրի գնա։ Հիմա Արարատ Միրզոյանի կարծիքը չի բռնում, ինչ անենք։ Չի լսում ինքը սրանք։ Դե ուրեմն իմացեք սա ինչի համար է արվում։ Հիմա ինչ ասի Նիկոլ Փաշինյանի հերթական ճաճանճափայլ մտքերը։ Նիկոլ Փաշինյան, ինչ դաս է մեզ տալիս մեր պատմությունը մեզ ասում է մի կրկնեք ինձ, իսկ նրան չկրկնելու համար մենք պետք է կարդանք, մենք պետք է սովորենք, մենք պետք է սերտենք մեր պատմությունը։ Այսինքն մեր փառահեղ 4.500 տարվա քաղաքակրթություն ունեցող պատմությունը մեզ ասում է մի կրկնեք։ Կգա մի հատ արկածախնդիր, կգա քայլելով կգա կնստի վարչապետի աթոռին եւ մեր պատմական ամբողջ ընթացքը կասի դա սխալ էր, պետք չի դա կրկնել։ Հայաստանը հիմիկվանից ենք ստեղծում, Նիկոլստան ենք ստեղծում։ Ժողովուրդ ջան, հասկացեք։
Եկեք ի վերջո խոստովանենք, որ մեր շատ խոսում ենք մեր պատմությունից, բայց շատ չենք կարդում մեր պատմությունը։ Մենք կրակնենք ընկե, որ դու 50 տարեկանում ես սկսեք գիրք կարդալ, այ անգրագետ, անտառաճանաչ։ Լավ կրակնենք ընկել, ասեք ինչ ենք պարտ մնացել, հավաքենք ազգովի տանք։ Էլ ինչ ա մնացել դեր տուն տանելու։ Ինչ է ասում մեզ պատմական Հայաստանը։ Պատմական Հայաստանը մեզ ասում է, ձեր ունեցած պետությունը Հայաստանի Հանրապետությունը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս, եւ հետեւաբար իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ 4-րդ Հանրապետության գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմությունից, բխում են պատմական Հայաստանի ուղերձների սերտումից։ Այս 4-րդ Հանրապետություն ստեղծելու մասին շատ են խոսել, չեմ ուզում անդադ կրկնեմ, բայց եթե ամեն անգամ ինքը անդրադառնում, աստիպված պետք է կրկնենք։ Հասկացի, եթե 3-րդ Հանրապետությունից հայտարարում ես 4-րդ, համարում ես, որ 3-րդը մեռել է, ուրեմն քեզ պետք է 3-րդ Հանրապետության հետ հողը դնենք, հասկացի, այնգեր։ Դու չես կարա բլբլած 4-րդ Հանրապետություն։ Եթե 3-րդ Հանրապետությունը ողորմածիկ է, քեզ պետք է հետը թաղենք որպես ողորմածիկ։ Որոշի։ Գնա 3-րդ Հանրապետությունը ղեկավարը են աշխարհում։ Չես կարող դու 3-ից 4-րդի անցնես, որտեղ պետք է 3-րդը ավարտվի, կենսունակ չլինի, մահանա, նա ով սպանում է 3-րդը, երբ որ ինքը ստանձնել է պարտականություն, 3-րդ Հանրապետության օրոք պաշտպանի այդ երկրի կառույցները, նորմալ ձևով աշխատանքը այդ ամեն ինչը երաշխավորը լինի, գերագույն հրամանատարը լինի, եթե իր օրոք 3-րդ Հանրապետությունը մեռել է, ուրեմն ինքը նույնպես մեռել է։ Ժողովուրդ ջան, եթե շատ է ուզում, տանենք, թաղենք, պրծնենք, կրակնենք ընկել իր ձեռը։ Չի հասկանում ես մարդը, ամեն անգամ համառորեն կրկնում ես, էլ ամեն անգամ անհարմար եմ զգում, անընդհատ կրկնել, բայց եթե չես կրկնում, մարդիկ լսում են, ասում են, ոնց որ Փաշինյանը ճիշտ է ասում, որտեղ բանասող չեղավ։ Մնացածները դե գիտեք ոնց են ասում, վայ, այս ինչ հրաշալի միտք ասեց մեր վարչապետը, այս 4-րդ Հանրապետության հետ կապված, մի նենց են տարածում, մի նենց են խոսում, իրանց էլ գրագետ մարդու տեղ դրած, այ մարդ դե ամոթա լավ եք էլի ժողովուրդ ջան։ Գոնե ձեզ հարգեք էլի, գոնե նենց արեք, տնեցիները չթքեն ձեր երեսին էլի, չեմ ասում ժողովուրդը, տնեցիները կարող է խելքի գան, մտնեք տուն, թքեն ձեր երեսին, ասեն չես ամաչում, մեզ խայտարակ ես անում։ Իսկ հիմա նայեք մեր ԵԱՏՄ-ի հետ կապված, Հայաստանի իրական քայլերի հետ կապված բանա Պակիստանում Ռուսաստանի դեսպան Ալբերտ Խորև ինչ է ասում։ Ուրախալի է նշել, որ Պակիստանի եւ Հայաստանի միջեւ վերջերս դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո մենք չենք տեսնում որևէ գործոն, որը կխոչընդոտի Պակիստանի ակտիվ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի հետ։ Դրանց թվում ազատ առևտրի մասին համաձայնագրի հնարավոր ստորագրմանը։ Հասկացանք ժողովուրդ ջան։ Բա որ ասում ենք Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ որ դառնանք, Իրան, Պակիստան, մինչև Չինաստան ու Ռուսաստան ցամաքային սահման ենք ունենում Շանհայի համագործակցության կազմակերպությունով Ռուսաստանի հետ։ Էդ է մեր ճանապարհը, ինչ Եվրամիություն, Արարատ Միրզոյան։ Այս դու չեք որոշել։ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերության շարժառիթը դուք չեք որոշել։ Բայց հիմա տեսեք Ռուսաստանն ինչ է ասում։ Քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ Պակիստանի հետ չուներ հարաբերություն դիվանագիտական։ Պակիստանը չէր ճանաչում ԵԱՏՄ անդամ պետությանը։ Չէին կարողանում Պակիստանի համար արտոնյալ ռեժիմ սահմանեն ԵԱՏՄ-ի հետ համագործակցության։ Դրա համար Հայաստանին ասեցին, որ գնա Պակիստանի հետ հարաբերությունները կարգավորի, որպեսզի որևէ խոչընդոտ չլինի Պակիստանի բանը ուրեմն եւ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտ չլինի։ Այսինքն սա Ռուսաստանի նախաձեռնությունն է, ժողովուրդ ջան։ Ավելի պարզ, ոնց ասեն մարդիկ։ Եվրամիություն մեզ տանող Արարատ Միրզոյանը ինքը չէր ստորագրել Պակիստանի հետ փոխգործակցությունը։ Եվ դա ներկայացնում են, որ դե որևէ խնդրեմ չկա, արդեն Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված է, ինչի Պակիստանի հետ չկարգավորեն, որ չէ՞ որ Պակիստանը նախապայման էր դնում։ Բա Ռուսաստանը կանգնում ասում է շնորհակալ ենք, դա լավ է, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորեցիք, այլևս խոչընդոտ չկա, որ Պակիստանը ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրի ԵԱՏՄ-ի հետ։ Հասկացաք ում շահերն են սպասարկում ժողովուրդ ջան։
Իսկ հիմա նայենք Արարատ Միրզոյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում էլ ինչ է ասում։ Մենք շատ լավ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, բազմաթիվ մակարդակներում, առաջնորդների, արտգործնախարարների, հատուկ դեսպանների տեխնիկական թիմերի միջև։ Միևնույն ժամանակ մեր թուրք գործընկերներն ընդգծում են, որ չեն կարող ավարտել գործընթացը, բացել սահմանները եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել մինչեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Անկեղծորեն խոստովանում է, որ ինչքան էլ ընկնում եք Էրդողանի ոտերը եւ ասում եք աննախադեպ հանդիպում գնացինք Էրդողանի ոտերն ընկանք, տեսեք ինչեր արեցին եւ այլ, դրա հաջորդ օրը Էրդողանը Հայաստանին դատապարտող որոշ միացավ, այսինքն նորմալ ապտակը հասցրեց։ Հիմա դուք արտաքին գործերի նախարարը խոստովանում է, որ այո, Թուրքիայի հետ ինչ էլ ուզում անեն, մինչև Ադրբեջանի պահանջը չկատարեն, Թուրքիան սահմանները չի բացելու, դիվանագիտական հարաբերություն չի հաստատելու։ Քանի անգամ ենք ասել, որ այդ նախապայմանը Թուրքիան ամեն անգամ դնում է, մեզ ասում են դե լավ է, էլի, դե հասկացանք, էլի, մարդիկ գնում են, ջերմ հանդիպում են, դուք էլի ասում եք Թուրքիան նախապայման է դնում։ Հիմա հասկացաք, Արարատ Միրզոյանն է խոստովանում, որ այո, ինչ էլ անում են, մեկը Թուրքիան նախապայման է դնում։ Հիմա բացատրում է, որ այդ խնդիրները լուծված է։ Այժմ դա արդեն արված է, այսինքն խոչընդոտ է, էլի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է։ Ես անձամբ որևէ խնդիր չեմ տեսնում հայ-թուրքական սահմանի բացման համար, խնդիրներ չեմ տեսնում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։ Մեր թուրք գործընկերները նույնպես հաստատել են սա։ Նրանք պատրաստակամություն են հայտնում եւ իրականում պատրաստակություն են ցուցադրում սահմանները բացելու, երկաթուղային հաղորդակցությունները եւ ուղիղ երկկողմ առևտուրը վերսկսելու համար, չհաշված դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Հետևաբար կարծում եմ, որ առաջիկա շաբաթներին եւ ամիսներին մենք շատ շոշափելի առաջընթաց կգրանցենք այս ուղղությամբ։ Դա չգիտեմ, առավելագույնը մի քանի ամսվա հարց է։ Սա իմ ընկալումն է։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ասել է Հայաստանի արտգործնախարարը, բայց հարցը ծագում։ Եթե դու ասում ես, որ դա պայմանավորված է Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանը փաստաթուղթը չի ստորագրում, այսինքն Թուրքիան նախաստորագրածը եւ ստորագրածը իրարից էականորեն տարբերում է։ Նախաստորագրածը նրա համար ոչինչ է։ Նախաստորագրածը ընդամենը Հայաստանին ասին մարտ ամսին այն ինչ որ պարտավորություն ձեռքես բերե, արի մի հատ Վաշինգտոնում դա ստորագրի, որ դրանից չհրաժարվես։ Դա պարտավորություն որևէ միջազգային երաշխիք չի տվել, որևէ ժամանակացույց չկա դա կատարելու։ Իսկ հիմա երբ որ Արարատ Միրզոյանն ասում է հույս ունենք, որ Թուրքիան կվերանայի, Թուրքիան վերանայելու է այն ժամանակ, երբ որ դու Ադրբեջանի պահանջը կատարես։ Հիմա շարունակությունը նայենք, իսկ դուք պահանջը կատարել եք։ Ինչ է ասում Արարատ Միրզոյանը։ Վաշինգտոնյան հռչակագրում Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության եկան այն հիմնական սկզբունքների շուրջ, ըստ որոնց պետք է ընթանա ապաշրջափակումը եւ դա խիստ կարեւոր է։ Մենք նախաստորագրեցինք նաեւ խաղաղության պայմանագիր, որը շատ կարեւոր է։ Հաջորդ փուլը խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Սակայն այստեղ կա մի ներբերանք։ Ադրբեջանական կողմը ցավոք առաջ է քաշում խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններ։ Այսինքն նախաստորագրվածն ու ստորագրվածը էականորեն տարբերվում են։ Պայմանագիրը չի ստորագրվել եւ Ադրբեջանը նախապայման է դնում։ Թուրքիան էլ ասում է մինչեւ չկատարես, ինձ հետ չես կարա, ինչ ուզում ես արա հարաբերությունդ լավացնես։ Մենք համաձայն չենք դրա հետ։ Մենք ունենք հակափաստարկներ, սակայն նրանք կարծում են, որ մեր սահմանադրության հետ կապված խնդիր կա։ Սա նրանց տեսակետն է։ Եթե դու համաձայն չես դրա հետ, բայց դու ես մուրում խաղաղությունը։ Դու ես ուզում այդ խաղաղությամբ գնաս ընտրության։ Դու ես ուզում այդ խաղաղության օրակարգը պարտադրես, որպեսզի բանակի ծախսերը պակաս հասնես, որպեսզի մարդկանց ասես եկեք բարեք թրջկոտեք, արդեն խաղաղությունն եկել է, ապագան հիմա է, այլևս որևէ խնդիր չկա։ Բա հիմա ինչ ա պատահել։ Ադրբեջանն էլ ասում է, եթե այդքան խաղաղություն ես մուրում, պայմանս կատարի։ Հա սահմանադրություն չկա ոչինչ, որը կարող է վկայել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Ադրբեջանական կողմի առաջ քաշած խնդիրը պարզապես գոյություն չունի, սակայն Ադրբեջանն այդտեղ խնդիր է տեսնում։ Ուստի նախապայմաններ է առաջադրել։ Մենք համաձայն չենք այս պայմանի հետ, բայց ինչպես ասացի, Հայաստանի նոր սահմանադրության փոփոխության կամ ընդունման մասին մենք առանց դրա էլ խոսում ենք։ 18 թվականից հանձնաժողովն արդեն ավարտում է աշխատանքը եւ մենք ամենայն հավանականությամբ այս հարցի վերաբերյալ հանրաքվե կանցկացնենք 26 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, բայց շարունակությունը մենք պատրաստ ենք անհապաղ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Այսինքն մենք պատրաստ ենք, նրանք պատրաստ չեն։
նրանք պահանջ են դնում, մենք համաձայն չենք, բայց չենք կարողամ ստիպենք, որ իրանք դրանից հրաժարվեն կամ համոզենք, որ դրանից հրաժարվեն։ Այսինքն խաղաղություն չի տերելու մինչև ընտրություններից հետո։ Իսկ ինչի հանրակրվեն ավելի շուտ չի արվում, մի պարզ պատճառով, որովհետև վախենում են հանրակրվեն չանցնի եւ դա ազդի ընտրության արդյունքներին։ 26 թվականին կգնան ընտրության, կասեն ժողովուրդը մեծ ձայն ա տվել, ժողովուրդը այդ ձայնով մեր խաղաղություն ա բերել, եթե դուք սահմանադրությունը չընդունեք, դուք պատերազմ եք ուզում եւ իրանք պատերազմ կհայտարարեն հայ ժողովրդին։ Շանտաժ կանեն, կասեն ձեր մեղքով ա պատերազմը։ Հայաստանը կորցնում ենք ձեր մեղքով։ Սա է ալնելու ժողովուրդ ջան։ Մենք բերել ենք խաղաղություն, ընտրեք մեզ, դուք տանում եք մեզ պատերազմը, եթե մեր ուզած սահմանադրությունը չանցկացնեք։ Այդ շանտաժի երկրորդ քայլը վաղն ա լինելու։ Հիմա այսօր բերեք դրա դեմ առնենք ժողովուրդ ջան։ Թույլ չտանք այս մարդիկ, այս իրանց պրիմիտիվ ուղեղով ձեզ կարողանան խաբեն։ Արարատ Միրզոյան, մենք այն տպավորությունն ունենք, որ մի քանի ամսվա եւ տարվա բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր այս տարածքի համար, այսինքն Սյունիքի նկատի ստեղծել ինչ-որ արտատարածքային միջանցք։ Օրինակ, նրանք պահանջում էին, որ այս երկաթուղու երկայնքով տեղակայվեն երրորդ երկրի զինված ուժեր։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանք ասում, որ երկաթուղու երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր։ Սա իհարկե մեզ համար անընդունելի էր։ Միջանցք չկա, այլ կա միջազգային խաղաղությամբ եւ բարգավաճման Թրամփի ուղին, նշել է նախարար Միրզոյանը։ Այո, եթե ռուսական կողմը պետք է դա չվերահսկեր, այսինքն դուք հասկանում եք, որ մինչև վերջ Ադրբեջանը պնդում էր, որ պետք է ռուսական զորքը վերահսկի։ Այսինքն Ադրբեջանի համար Ադրբեջանը կվերահսկի, անխոչնդոտ կլինի, թե ռուսական զորքը կվերահսկի, դա համարժեք էր։ Բա որ Ռուսաստանի այդ տարաձայնություններն ասում էին կապիկություն են անում, ինչի համար էին անում։ Ենթադրենք իրանք նոր չբացահայտեին, որ Ռուսաստանի այդ խնդրեմ չունեն։ Ինչի դուք չգիտեիք, որ նրանք խնդրեմ չունեն։ Երբ որ նրանք հասկացան, որ ռուսական վերահսկողությունը ոչ միայն Հայաստանի համար է անընդունելի, թող չասի Միրզոյանը իրան չվերագրի, իրանք այդ քաշը չունեին Ադրբեջանին մերժելու կամ Ռուսաստանին։ Պարզապես ասում էին, այդ գիծը չի աշխատի, եթե Ռուսաստանն է վերահսկելու։ Ինչի՞ պիտի Չինաստանից Եվրոպա ապրանք գնա կամ հակառակը, որը վերահսկելու Ռուսաստանը ինչ կապ ունի։ Ավելի շուտ այդ ճանապարհը չի կառուցվի։ Ադրբեջանը հասկանալով, որ այդ պարագայում իրեն չի հաջողվում պնդել, որ ռուսական վերահսկողություն լինի, որտեղ արևմուտքն է դեմ, այն մյուս ծայրը արևմուտքն է, չէ՞ այդ գծի։ Ինքը համաձայնվեց, որ ավելի լավ է Ռուսաստանի հետ տարաձայնություն ստեղծենք, գնանք Տրամփից այդ ճանապարհը փոկենք, փոկելուց հետո հարաբերությունը Ռուսաստանի հետ ասենք, որ վերականգնված է։ Ինչը այդ ամեն ինչը մենք չգիտեինք, որ ինքը դա որ դեպքում արեց, եթե Տրամփը գա այդ ճանապարհը կվերցնի, որի պարագայում արդեն խնդրեմ չի առաջանա, Ռուսաստանի հետ հանգիստ կարող են հարաբերվել։ Այս ամբողջ հարցն էր, որ մեզ վաղուց այդ ամեն ինչը պարզ էր։ Ուղղակի ամեն անգամ երբ որ ասում էինք, ամեն անգամ ասում էին, դե հերիքա էլի Այն այս մարդիկ ամեն ինչ իրանք դուք տեսեք ոնց են խոստովանում այդ ամեն ինչը, թե ոնց են իրանց ինչ են պահանջել, ինչ են ձախողել եւ ինչի համար են անում։ Եվ վերջապես մի բան էլ ասեմ ու ավարտեմ։ Նիկոլ Փաշինյան, որքան ավելի է համապարփակ ենք հասկանում մեր երկրի խնդիրները, այնքան ավելի ենք համոզվում, որ մեր բոլոր խնդիրների լուծումները կրթության մեջ է։ Այո, կրթության մեջ է, երբ որ անգրագետը դառնում է բացարձակ անգրագետը Իրանից գոհ դառնում է վարչապետ, կրթության խնդիրներն ունենում ենք։ Երբ որ դու ասում ես խնդրեմը կրթության մեջ է, իհարկե դա այդպես է, մենք այդ խնդրեմը ամեն օր ենք տեսնում։ Այս սերունդին մինչև նորմալ կրթես 20 տարի հետո նոր պետք է մտնի աշխատանքի։ Հիմա ուզում ես ասես 20 տարի ինչ լինի, խնդրեմի լուծումը կրթությունն է, քանի որ նորմալ կրթություն չկա, խնդրեմը լուծող չկա։ Բա դու այդ աթոռին ինչ ես վերենգե։ Եթե դու պետք է ընդհանրեն ասես, որ քո վրա ուժ չդնենք։ Էսա ձեր ասածը։ Ժողովուրդ ջան, ոնց կարանք մենք հարց լուծենք, եթե կրթված չեն մարդիկ։ Քանի տարի սպասենք։ Այն ձևի սպասենք, որ ասես, ով ինձ հետ համաձայն չի, թող դիմում գերի գնա։ Այդ կրթվողը որտեղ է աշխատելու։ Այդ ինքնասիրությամբ ու արժանապատվությամբ։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդա Անտենյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։